Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Բաբաջանյան հրավերն ընդունելու համար եւ այսպես Ռոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսին կամ հարցազրույցին մի քանի լրատվամիջոցի ականատես եղանք։ Նախ հասկանալի է ձեզ համար, թե ո՞րն է պատճառը Քոչարյանի ակտիվության։ Առաջիկա ընտրություններն են, թե ինչպես գործող իշխանությունն է ասում, ԱՊՕ-ի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված խնդիրները։ Կարծում դրանք իրար հետ փոխկապակցված առիթներ են Քոչարյանը մերթընդմերթ ակտիվանալու սովորույթ ունի վերջին շրջանում նաև ազգային ժողովում որոշ խմորումներ, զարգացումներ տեղի ունեցան, որոնց հավանաբար ինքը անհրաժեշտություն գտավ պատասխանել ընտրված հատուկ լրատվամիջոցների իր այսպես ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցների հետ հանդիպման շրջանակներում ահագին կարծես տպավորություն կա, որ փորձում է Սերժ Սարգսյանից այսպես տարանջատվելու ընդհանուր մարտավարություն է ընտրված, երկու թիմերն էլ կարծես իրար նկատմամբ անցյալից մնացած նստվածք ունեն եւ պարզաբանումներ են անում հասարակության համար ակնհայտորեն այս ամենի խոշոր նպատակը 2026-ին ընթരാճ դիրքավորումն է հասկանում են որ էական կորցրել են էլեկտորատը եւ հասկանալիորեն Ռոբերտ Քոչարյանը նաեւ կորցնում է իր անմիջական այսպես աջակից քաղաքական ուժին դաշնակցությունը հայտարարել է որ առանձին է մասնակցելու առանձին տեխնացուով դե Քոչարյանը չի դառնալու դաշնակցական նշանակում է որ ինքը այլ քաղաքական ուժերի այսպես համախմբման կարիք ունի եւ սա կարծում եմ որ այդ ընդհանուր զարգացումների տրամաբանության մեջ նաև Ռուսաստանին ուղում է շատ որոշակի ուղերձներ, որ ես էստեղ եմ, ես պատրաստ եմ, որպեսզի համապատասխան խաղադրույքներ արվեն եւ ինքը այդ դասավորության մեջ որոշակի դերակատարության հնարավորություն ունենա։ Սերժ Սարգսյանից ինչու է ուզում տարանջատվել։ Հայտարարության մեջ նշվում էր, որ եթե հարկ լինի գործող իշխանություններին հեռացնելու, իրենք կարող են կոալիցիա կազմել, բայց մինչև ընտրությունները կամ ընտրությունների ընթացքում իրենք միասնական ձևով չեն գնա ընտրություններին։ Ինչն է խնդիրը, որ իրենք ուզում են իրարից տարանջատվել, մասնավորապես Քոչարյանի խնդիրը ո՞րն է, այստեղ ինչ է լուծում։ Սիամական երկվորյակներ են, մեծ հաշվով իրենք հանցագործներ են ճակատագրով երկուսն էլ եւ իրենց ամբողջ պաշտոնավարումը եղել է միասնական, նրանք նույն քաղաքական թիմում են եղել, գուցե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում որոշակիորեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պաշտոնավարած որոշ պաշտոնյաներ չեն ստացել իրենց ցանկալի նշանակումները, բայց դրանից արդյունքը եւ էությունը նրանց կառավարման չի փոխվել։ Մեկը մեկից ավելի խայտառակ եւ մեկը մեկից ավելի վարկաբեկող է եղել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը եւ վարկը, բայց ամենաթարմ օրինակը Գյումրին էր, երբ ըստ էության եւ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական պրոքսի ուժերը եւ Սերժ Միացան իրար վերջում։ Հետևաբար, այս բոլորը ներկայացում է, սրան պետք չի ուշադրություն դարձնել։ Յուրաքանչյուրը իր էլեկտորատը իր մոտ բերելու, ստանալու, հետո միավորելու համար։ Որտեւ հասկանում են, որ միասնաբար գնալը չի կարող այդքան արդյունավետ լինել։ Հիմա գնում է ատոմիզացիայի։ Ուրեմն նախկին ուժերը որոշել են տրոհված գնալ։ Դուք կտեսնեք նոր պրոքսիներ, նոր անուններ, բավական հայտնի անուններ, յուրաքանչյուրը տարբեր այսպես բևեռներից ի հայտ կգա, որոնց նպատակը վերջնահաշվում միավորվելը եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները տապալելն է, Հայաստանի ինքնիշխանությունը ուղղակի չեղարկելն է եւ դրա այդ նպատակին հասնելու համար ուղղակի միջոցների առաջ չեն կանգնում։ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ այս հարցազրույց ասուլիսի նպատակը շարունակում է Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանը առհասարակ վարկաբեկելու գնով ստանալ Ռուսաստանի
բարյացակամ վերաբերմունքը իր անձի իր հնարավոր ուրեմն պաշտոնի ստանձնման պարագայում եւ հասկանալիորեն այդտեղ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի շանս չունի ամեն անգամ երբ մենք տեսնում ենք հրապարակային նրա որևէ ելույթ հասարակական արձագանքը եւ հասարակական վերաբերմունքը նրա արտահայտած մտքերին ուղղակի աննկարագրելի զայրույթ եւ ցասում է առաջացնում հանրության մոտ որևէ նորություն չկա նրա ասածների մեջ ամեն անգամ այդ ձևակերպումներն են ավելի անտանելի ավելի եղկելի այստեղ ամենա ուշադրության արժանին նա էր փաստորեն որ միակ նորությունը, որ շատ ափսոսում է, որ օրինակ իրենից օրինակ գործող վարչապետը կարող է մի քանի անգամ ավելի հարուստ է իր պատկերացմամբ իրենից չէ Հանրապետությունում ամենահարուստն ամենահարուստը նույնիսկ ասում է որ 7 միլիարդից դաժե աբիդն է ինչ որ նույնիսկ 2 միլիարդը փոշիացվել ամենասարսափելին ուրեմն այս մարդու չափման այս մարդու որակական արժեբանական հարցերն են երբ քաղաքական կարևորագույն իրողություններ թողած սեփական երկրի սեփական պետության հեղինակազրկման հաշվին փորձել անձնական հարցեր լուծել անձնական դիվիդենդ Պարոն Բաբաջան չհիմնավորված հայտարարություններով արդյոք Քոչարյանը իր համար այսպես ասեմ ավելի դրական իրավիճակ է ստեղծում թե ոչ տեսեք դատախազությունը հստակորեն նշում է թե ինչպիսի ունեցվածք է ինքը պահանջում Քոչարյանների ընտանիքից հստակ քանի գույք որքան մեքենա անշարժական գույքեր ֆինանսական ես ցանկը ներկայացրել եմ նաև դուք եք դրա օրերով ժամերով կարելի է կարդալ եւ դրան հակադարձել որ երկրի ղեկավարը 2 միլիարդ փոշիացրել է դա էլ հերիք չի ամբողջ հանրապետության մակարդակով ամենահարուստ մարդն է սա նրան ավելի դրական իրավիճակի մեջ է դնում թե հակառակը ես կարծում եմ որ իր հաշվարկները ամեն դեպքում տարբերվում են մեր բանական ուրեմն մտածումներից եւ հնարավոր քննարկման տրամաբանությունից մարդը ով ի վիճակի է եղել պաշտոնավարել արյան հետապնդումների սպանությունների Հայաստանի պետականության կազմաքանդման այդ ավերակների ուրեմն վրա իր մտածումի կառուցվածքը չի կարող բանական եւ նորմալ լինել վրիժարուի այդ իր կեցվածքը իրեն թույլ չի տալիս ավելի այսպես ապագային միտված ստեղծարար միտք արտահայտել դրա համար ուրեմն մենք տեսնում ենք որ նա ըստ էության մատնում էր որ վերջին շրջանում ուրեմն Հայաստանի ներսում եւ Ռուսաստանում այսպես հյուսվող հիբրիդային պատերազմին սնուցող նարատիվների հիմնական գեներատորը հենց իր անմիջական շրջապատն է եւ ինքն է այդ բոլորի գլխին կանգնած նրա գոնե վկայաբերած որոշ այսպես նորություններ հենց դրա ուղղակի ապացույցն էին բայց ամենասարսափելին կարծում եմ ոչ այդ իր ունեցվածքն է եւ ոչ էլ իր մոլուցքն է այդ ունեցվածքը պահելու ինձ համար երկու շատ կարեւոր առանցքային հարց կա որ նախ ավելի ու ավելի այս ասուլիսների եւ հարցազրույցներից ինձ մոտ հարց է առաջանում թե ինչպես է հնարավոր եղել առհասարակ այս տեսակ առաջնորդություն հանդուրժել, այսպիսի մարդու եւ շրջապատի հանդուրժել Հայաստանի իշխանության ղեկին, ում նպատակը եղել է ամեն օր ավելի ու ավելի թուլացնել, ավելի ու ավելի մոտեցնել Հայաստանի չեղարկման Քոչարյանը համաձայն չի ձեր նման պնդման հետ, որովհետեւ նախ ինքը կարծում է, որ իր կառավարման տարիները եղել են լավագույն տարիները այդ թվում նաև տնտեսապես եւ միևնույն ժամանակ նա կարծում է որ ճգնաժամային պահերի լավագույն կառավարիչներից մեկն է եղել։ Նայեք, ես կարող եմ ձեզ երկու ապացույց բերել, մենակ այն իրողության, որ կոնկրետ իշխանության զավթման եւ
տարեր կան իր գործողությունների մեջ, հանցակազմ կա իր գործողությունների մեջ եւ դա էր նաեւ պատճառը, որ որպես ազգային ժողովի падգամավոր ես պնդում էի, որ մենք պետք է իրավաքաղաքական գնահատական տանք թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ 2003 թվականին վերընտրվել է Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում, ինձ եւ փաստաբան Տիգրան Եգորյանին հաջողվել է Արդարադատության նախարարության արխիվից հանել եւ ապացույցները մեջտեղ բերել, սեղանին դնել, որ այդ տարի կայացած եւ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում առնվազն 280,000 բացակա Հայաստանի քաղաքացի է քվեարկել։ Դա էլ մի կողմ 2003 թվականին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է շարունակել իր պաշտոնավարումը միայն 2004 թվականի վստահության հանրաքվեից հետո։ Քաց են ունեցել Սահմանադրական դատարանի որոշման վրա։ Էլ չեմ ասում դրան հաջորդած հետապնդումները ազգային ժողով բերված հատուկ ջոկատայինները թե ինչ ջարդ տվեցին խաղաղ ցուցարարներին, էլ չեմ ասում դրանից հետո երբ մենք փաստորեն նաև մեր պետական ունեցվածքով վճարեցինք Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարման շրջանը, գույք պարտքի դիմացը արդեն վերջացել էր գործարքը, նոր գործարքներ էին, որոնք վերաբերում էին Իրան-Հայաստան գազամուղի հարցերին, վերաբերում էին Հայաստանի ատոմակայանին, Գազպրոմի Հայ-Ռուսգազարդի այն ժամանակ դեռևս մնացած պետության 20%-ի հարցներ վճռվում, այսինքն ամեն անգամ երբ մենք ներսում ունեցել ենք այդպիսի քաղաքական ճգնաժամ, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ պաշտոնավարման շրջանը այդպիսի ճգնաժամերով է եղել ուղեկցվող 98 թվականից սկսած, Ղարաբաղյան կարգավորման փաթեթները նույնիսկ չասած քաղաքական այնպիսի աղմկահարույց սպանություններ են եղել։ Պաշտպանության նախարարությունում Մավրիկ Ավետիսյանն է սպանվել, պաշտպանության փոխնախարար Խորխորոնին է սպանվել, գլխավոր դատախազն է սպանվել 98 թվականին, 99 թվականը չասած 2000 թվական եւ այդպես մինչեւ 2008 թվական իր պաշտոնավարման վերջին օրը եղել են քաղաքական հետապնդումներ, բանտարկություններ եւ սպանություններ։ Հետեւաբար այս նույնիսկ քննարկման հարց չի, ես հարց եմ տալիս քաղաքասարակությանը, քաղաքական ուժերին, ինչպես է հնարավոր եղել ընդհանրապես հանդուրժել այս մակաբույծին, այս մարդուն, ով քաղաքական, գիտեք, որպես ուժի առաջնորդ, ես քաղաքական գնահատականներ եմ տալիս մեկին, ով ըստ էության հետևողականորեն նպատակադրվել է եւ այսօր էլ ընդդիմության որպես ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդ հետապնդում է այդ նպատակը ուղղակի խոսելով Բելարուսի մասին, խոսելով Ռուսաստանի մասին, Ռուսաստանի ջեբը ինչ որ բան գցելու ձևակերպումները մի բանի մասին են, որ իր համար առասարակ Հայաստանի առաջնահերթություն գոյություն չունի, իր համար գոյություն ունի առաջնահերթություն այլ ուժային կենտրոնների, առաջնահերթ շահերի սպասարկողը լինել մեր երկրում։ Բայց սրանից առավել կարծում եմ վտանգավորն այն է, որ մենք ըստ էության Ռոբերտ Քոչարյանի դեմքով ունենք ճիշտ այն նույն անձը, ով վերջին տարիներին օրինակ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչի շուրթերով է խոսում։ Նույն ձևակերպումները եւ նույն մեղադրանքներն ու կշտամբանքները գործող իշխանությունների նկատմամբ ինչ որ Զախարովան է։ Հետեւաբար Զախարովային կարելի է նայել եւ օրինակ հասկանալ թե ինչ պիտի ասի հաջորդիվ Ռոբերտ Քոչարյանը։ Նույն բաները Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունների գալը մի հարց է, պարոն Բաբաջանյան։ Խնդրում եմ։ Այստեղ կարևոր մի իրողություն կա, որ գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մինչև մենք մեր ներքին հարցերը չկարողանանք հիմնավորապես լուծել, մինչև մենք չկարողանանք այս ներսի ավգյան ախորները հիմնավորապես մաքրել, ոչ թե սպիտակ ձեռնոցներով մարգարիտներ փնտրելով աղբի մեջ, այլ ձեռները ուղղակի քշտելով եւ այդ աղբը հեռացնելով մեր իրականությունից։ Մենք չենք կարող արտաքին սպառնալիքներին արժանիորեն դիմագրավել, որովհետև մեր հակառակորդները ըստ էության հաշվել են մեր ներքին ուրեմն այս դասավորության մեր թույլ տեղերը, մեր խոցելի տեղերը եւ հենվում են հենց այդ ուրեմն ուժերի վրա։ Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրից, խաղաղության խաչմերուկից, այս հերանեկարները մինչև Հայաստանի ներսում մենք չկարողանանք առողջ եւ ներդաշնակ համերաշխ քաղաքական միջավայր ստեղծել, մեր
մեր հակառակորդները օգտվելու են այդ իրականությունից, հենվելու են այդ կոլաբորացիոնիստ ուժերի վրա եւ Հայաստանը մշտապես ցնցումների տակ են պահելու։ Հետևաբար մինչեւ այդ հարցերը մենք ներսում չկարողանանք իրավական, քաղաքական լուծումներ տալ, այս աղբը հեռացնել քաղաքական դաշտից, հարցակումների վտանգը մշտապես կախված է լինելու մեր գլխին, թե Ադրբեջանից, թե Ռուսաստանից, թե Թուրքիայից, որտեղ սրանք համախոհաբար բոլորը միասին են գործում։ Քոչարյանի այլ հայտարարություններին գանք, նա խոսեց վարչապետին անվստահություն հայտնելու մասին եւ տեսեք, իր քաղաքական թիմը կամ խմբակցությունը, որը հիմա ազգային ժողովում է, հայտարարել էր, որ իրենք միանում են այդ գործընթացին եւ պատրաստ են իրենց падգամավորների ստորագրությունները տալ, որպեսզի գործընթացը սկսի մեկնարկի։ Բայց տեսեք, զարմանալիորեն հարցազրույցի ժամանակ նախ Քոչարյանն ասում է, որ իրենք մարդ չեն տալու 48 ժամ ինչ որ մեկի երազանքը կատարելու համար։ Այսինքն մարդը, որ ուզում է ուղղակի 48 ժամ լինել վարչապետ, իրենք այդ դերակատարումը իրենց վրա չեն վերցնելու եւ միևնույն ժամանակ կասկած է հայտնում Քոչյանը, որ արդյոք Փաշինյանը ինքը դեմ չէ այս իմպիչմենտի գործընթացին։ Հետեւաբար իրենք չեն վստահում, չեն մտնելու այս գործընթացի տակ։ Ձեզ համար հասկանալի է, թե ինչու է Քոչյանը սրա մասին խոսում եւ ինչու չի միանում այս գործընթացին, եթե իսկապես իրենք ուզում են երկրի ղեկավարին հեռացնել։ Որովհետև կարծում եմ, որ իրենք էլ իրենց հաշվարկներում տեսնում են, որ սա ոչ մի տեղ տանող գործընթաց է եւ դրան չեն ուզում մասնակցել։ Թե էլի Սերժ Սարգսյանի թիմի եւ համախոհների դեմ է ուղղված սա։ Դե գիտեք, Սերժ Սարգսյանի թիմն էլ կարծես չուշացրեց իր հայտարարությունը, արագ իրենց տեղը դրեցին, ասացին, որ Նիկոլ Փաշինյանը 2 չեն ուզում այդ ուրեմն գործողությանը մասնակցել։ Առասարակ ես չգիտեմ ինչի էր պետք է ամենը սկսել, ընդհանրապես ընտրություններից 1 տարի առաջ այս գործընթացը ինչի համար է։ Դե Հայաստան խմբակցությունը կասկած ուներ, որ դա իրենց թիրախավորելու համար է։ Հիմա Քոչյանն ասում է, միգուցե սա հարկավոր է հենց Նիկոլ Փաշինյանին, որ 6 ամիս այլևս որևէ մեկը հնարավորություն չունենա որևէ բան անելու, որ հանգիստ ընտրություններին գնան։ Ես կարծում եմ, որ ընտրություններին որևէ հանգիստ գնալու որևէ խոչընդոտ չկա։ Ի վերջո 2021 թվականին գործող բոլոր դերակատարները, ում դուք նկատի ունեք, ընտրությունների են մասնակցել եւ չեն վիճարկել ընտրությունների արդյունքները։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այդ թվում նաեւ Լուսավոր Հայաստանը եւ բոլորը։ Հետեւաբար կարծում եմ, որ այստեղ որևէ նորություն չկա եւ բոլորն էլ այս կամ այն կերպ խաղի կանոնների եւ խաղի ժանրի մեջ են, բոլորը փորձում են 2026 թվականից առաջ այսպես ժողովրդին իրենց մասին հիշեցնելու առիթ են ստեղծում, հնարավորություն են ստեղծում եւ ոչ ավելին։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ լարված հարաբերությունների հավանականությանը, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում։ Ես գիտեմ, որ հանցակիցները առասարակ հանցագործները անհրաժեշտ պահին, երբ իրենց առաջ կանգնում է իրական հակառակորդ, իրական թշնամի, իրենք առանց երկմտելու միասնական քայլեր են անում, մենք դրա օրինակը տեսանք, վառ օրինակը տեսանք, թե ինչպես իրար հակառակ բևեռներում գտնվող երկու սուբյեկտները, Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը միավորվեցին ի վերջո եւ իրենք կարողացան մեծամասնություն կազմած քաղաքացիական պայմանագրին ուղղակի փոքրամասնություն դարձնել։ Քոչյանի մյուս հայտարարությունը վերաբերում էր միութենական պետությանը եւ ասում էր, որ դե սա այն թեման է, որի հետ բոլոր հնարավոր ձևերով փորձում են իր առնչությունը տեսնել եւ ասում է, որ ժամանակին ոչ Ելցինը, ոչ Վլադիմիր Պուտինը երբևէ չեն առաջարկել իր կառավարման տարիներին, որ Հայաստանը միանա միութենական պետությանը եւ միևնույն ժամանակ հարց է բարձրացնում. եկեք համեմատենք միութենական պետության սուվերենության մասով Եվրամիության սուվերենության հետ կապված հարցերը։ Եվ Քոչյանը գալիս է եզրակացության, որ օրինակ Եվրամիությունը որպես կառույց ավելի պակաս սուվերենություն ունի, քան այս պահի դրությամբ գործող միութենական պետությունը։ Ոնց կարձագանքեք սրան։ Առասարակ նախ ինչ է ուզում ասել հասցնել Քոչարյանը։ Իհարկե դա ամենախոցելի տեղերից մեկն է եղել եւ ինքը փորձում է դրա մեջ ռացիոնալ հատիկ դնել եւ հանրությանը ուղղակի շեղել բուն հարցից, բուն նյութից։ Այո, գուցե եւ իր պաշտոնավարման ընթացքում հարցը այդքան սուր չի դրվել, որովհետեւ
ըստ էության ընդհանրապես Ռուսաստանի նոր դերակատարության միջազգային նոր դերի վերաբերյալ Պուտինը 2007 թվականին է միայն հայտարարել Մյունխենի անվտանգության համաժողովում, այդ այն շրջանն էր, երբ Ռոբերտ Քոչյանը ավարտում էր իր պաշտոնավարումը եւ ինքը այդ արյունալի իրադարձություններով հենց ավարտեց։ Ամեն ինչ սկսվեց դրանից հետո 2008 թվականից հետո եւ որը հանգուցալուծվեց ըստ էության 2013 թվականի հայտնի իրադարձություններով, երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցիացման հեռանկարից հոգուտ ռուսական շուկայի ու բոլորը հասկանում էին, որ ավելի սերտ ինտեգրացիայի ճանապարհներ են բացվում բոլոր նրանց համար, ովքեր միևնույն տնտեսական ընտանիքում են գտնվելու։ Եվ յուրաքանչյուրը իր համար այսպես անհրաժեշտ քայլեր էր ձեռնարկում, ԵԱՏՄ անդամ երկրները, այդտեղ ամենաթույլ օղակը մենք էինք, որտեղ ունեինք Ղարաբաղ, եւ մենք ամեն ինչ մեզ զրկում էինք ամեն ինչից, այդ թվում նաև ինքնիշխանությունից, հանուն նրա, որպեսզի անհրաժեշտ պաշտպանություն գտնենք Ռուսաստանից։ Բայց իրողությունները իրապես փոխվել են եւ կարծում եմ, որ նույնիսկ այս պահին տենց միութենական պետության հերանեկարների հարց չի, որ խոսվում է։ Ընդհանրապես բարձր մակարդակով խոսվում է, որ Հայաստանին պատերազմ է հայտարարված, հիբրիդային պատերազմ։ Այդտեղ բանալի բառը հիբրիդն է։ Պատերազմն է։ Պատերազմն է։ Պատերազմը ովքեր են վարում։ Թշնամիները։ Եվ պատերազմը ունենում է շատ անշրջելի ու անդառնալի հետևանքներ։ Եվ եթե մենք իրապես համոզված ենք, իսկ մենք համոզված ենք, որ դա պատերազմ է, ուրեմն չի կարող դաշնակից երկիրը պատերազմ հայտարարել դաշնակցին, որովհետև կանոնները գոնե դաշնակցային հարաբերությունների թույլ չեն տալիս։ Մենք վերջին տարիներին Ռուսաստանից տեսել ենք ոչ միայն ոչ դաշնակցային հարաբերություններ, այլ հակառակորդի հետ երկրորդված ուրեմն վերաբերմունք Հայաստանի Քոչյանը կարծում է, որ այդ հարաբերությունները խաթարվել են գործող իշխանությունների պատճառով եւ նա կարծում է նաեւ, որ հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական իրադրությունները, այո, մենք պիտի վերականգնենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները սերտացնենք։ Զարմանալիորեն այդպես կարծում են նաեւ Ռուսաստանում եւ դրա համար եմ ասում, որ ավելի լավ էր Զախարովան խոսեր, ոչինչով չէր տարբերվի Ռոբերտ Քոչարյանի խոսածից։ Հետևաբար իրեն մեկնաբանելու կարիք իրապես չկա, ես կարծում եմ, որ մենք պետք է բարձր կանգնենք այս բոլոր տեսակի մտքերի թողած այսպես նստվածքից։ Մենք իրապես մեր ուժերը պիտի լարենք անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի սիրույն համար կարողանանք Հայաստանի համար ամենաարժանապատիվ ելքը ապահովել ստեղծված իրավիճակից, Հայաստանի սպառնալիքների չեզոքացման համար, նույնիսկ եթե Հայաստանի սահմանադրությունը փոխվի, նույնիսկ եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվեն, ես կարծում եմ Ադրբեջանի գրպանում կա մի մեծ չլուծված հարց Հայաստանի համար։ Դա Հայաստանի ներսում Ռոբերտ Քոչարյաններն են, Սերժ Սարգսյաններն են, որոնք երբեք չեն խորշել ծառայել Ալիևների, Զախարովաների, Պուտինների համար Հայաստանի ներսը ներքին կյանքը անդադ ցնցելու եւ սա մեծագույն խնդիրն է եւ սա մեծագույն նաեւ խնդիրն է, որ չկարողացավ լուծել այս իշխանությունը 7 տարվա ընթացքում, հիմնավորապես այս ուժերին ուղղակի դուրս դնելու ճանապարհով քաղաքական ներկապնակից, ինչպես եվրոպական շատ երկրներ արեցին վերջին շրջանում։ Ռումինիայի ընտրությունները գոնե ժողովրդավարության պաշտպանության միտված քայլ էր, սահմանադրական դատարանը ուղղակի դուրս դրեց մեկին, ով օգտվել էր ռուսական տեխնոլոգիական այսպես հնարավորություններից եւ նույնիսկ ընտրվել էր առաջին փուլում։ Նույնը Ֆրանսիան, Լպենը այլևս չի կարող 2027 թվականին առաջադրել իր տեխնացությունը։ Գերմանիայում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը ուղղակի սահմանափակման այսպես գործիքներ դրվեցին իր վրա, որպեսզի նացիստական այդ գաղափարախոսությունը տեղ չունենա գերմանական քաղաքական establishment-ում։ Սա շատ կարևոր իրողություն է եւ կարծում եմ եվրոպական այս փորձը մենք պիտի կիրառենք եւ բոլոր նրանք, ովքեր առնվազն այդ 20 տարիներին ուզուրպացրել են իշխանությունը, իշխանության զավթ
հաղթման հեղինակներ են։ Օրինաց երկիր, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Հանրապետական եւ բոլոր այն անհատները, որոնք այս կամ այն կերպ այդ քրեաօլիգարխիկ, այդ կառավարման մաս են կազմել, պիտի առժամանակ նրանց քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական դերակատարություն ունենալու հնարավորություն չտրվի։ Սա ուղղակի կլինի մի հնարավորություն նոր քաղաքական ուժերի, թարմ քաղաքական ուժերի համար իրապես Հայաստանի ապագային միտված գործունեություն ծավալել եւ ապագային միտված խոստումներ տալ։ Վերջին հարցը կարճ, պարոն Բաբաջան, ժամանակն ավարտվում է, Լավրովն է Երևանում։ Ձեր գնահատմամբ ինչպիսի այց է սա եւ ինչ արդյունքներ ու հետևանքներ կարող է ունենալ։ Խնդրում լինել կարճ։ Ակնհայտ է, որ վերջին փոփոխությունները գլոբալ մակարդակում Տրամփ Պուտին այս կոմունիկացիան եւ հնարավոր համաձայնությունները պաշտոնական Երևանի մոտ վախեր են առաջացրել, որ այդ հնարավոր համաձայնությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև կարող է խնդիրներ ստեղծել մեր տարածաշրջանի համար, մասնավորապես այն երկրների, որոնք Ռուսաստանի հետ առնվազն լավ հարաբերությունների մեջ չեն եղել։ Մենք 2022 թվականից առնվազն սեպտեմբերից ունենք այդպիսի շատ վատ եւ վատին ավելի մոտ հարաբերություններ եւ վատթարացող հարաբերություններ եւ կարծում եմ, որ այդ զարգացումների պատճառով Երևանը փորձեց այսպես սողանցքներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկելու եւ եղան հանդիպումներ զանազան ու այս այցը նաեւ կարծում եմ այդ ընդհանուր մտահոգությունների շրջանակում է, բայց ես կարծում եմ, որ եւ Լավրովի այցը եւ առաջիկայում սպասվող Դաշնային խորհրդի նախագահի այցը Հայաստան մեզ համար տոտալ անցանկալի է, որովհետև որևէ մեկը չի մոռացել այն վիրավորանքը եւ այն ցավը, այն վիշտը, որ մենք ապրել ենք 2023 թվականին, երբ Ռուսաստանի ուղիղ մասնակցությամբ, ուղիղ ներգրավմամբ մենք ըստ էության էթնիկ զտման ականատես եղանք, նրանք ամենագլխավոր պատասխանատուներն են, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պարտավոր էին Արցախահայության անվտանգությունը ապահովել, մի փաստաթուղթ, որը մեզ համար որքան էլ անընդունելի է, բայց իրենք են անդադ վկայաբերում եւ այդ փաստաթղթի կետերից եւ ոչ մեկը իրենք հետամուտ չեն եղել որպեսզի իրականացնեն, այս բոլորը չի կարող որպես ֆոն ճուղեկցել Լավրովին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները կունենան բավական քաջություն, որպեսզի այս կուտակված բոլոր խնդիրները դնեն սեղանին, դրանք պիտի հանրությունը դրանց պատասխանները իմանա, մենք պիտի իմանանք, թե Ռուսաստանի այս վարքագիծը մինչև ուր է գնալու, մենք տեսնում ենք, որ որևէ կերպ չի փոխվում նրանց քաղաքականությունը տարածաշրջանում, նրանք շարունակում են նախապատվությունը պահել տալ Ադրբեջանին, նրանց գործընկերը շարունակում է մնալ Ադրբեջանը, Քավլիցի, ես կարծում եմ, որ մենք պետք է ուղղակի մեր ճանապարհը որոնենք եւ Ռուսաստանից ազատվող տարածքում այնպիսի գործընկերներ բերենք, որոնք ի տարբերություն Ռուսաստանի ճանաչում են Հայաստանի սահմանները, Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի անկախ հարատևելու իրավունքը։ Սա չափազանց կարեւոր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Արման Բաբաջանյանն էր։ Կհանդիպենք